Ողջույն ընկերներ, Մայիս Ղարիբյանն է, MMK Podcast։ Նրանք, ովքեր հետևում են ինձ, դու գիտեք, իմ podcast-ը հիմնականում 4 կետերի մասին է՝ հավատք, ընտանիք, առողջություն եւ ֆինանսներ։ Ես շատ անգամներ թեմաներ եմ կազմում տարբեր տոպիկների վերաբերյալ։ Այսօր ավելի ուզում եմ կենտրոնանալ շատերիս մոտ շփվող այս թեման, թե ինչ կկատարվի AI-ի հետ մյուս 5-ից 10 տարվա ընթացքում եւ արդյոք դա լավ թե վատ բան է։ Մենք պետք է մի բան հասկանանք, որ եթե նայենք կյանքի ընթացքը, վերցնենք վերջի 100 տարին մանավանդ, եթե նայում ենք պատմությունը, միշտ կտեսնենք, որ ամեն ժամանակահատվածում միշտ եղել են փոփոխություններ։ Եկել են տարբեր տեսակի տեխնոլոգիաներ, որոնք մեր կյանքը շատ դեպքերում բարելավել են, բայց իհարկե որոշ դեպքերում դա նաև վնաս է բերել։ Իհարկե գալիս է թե մենք ոնց ենք դա օգտագործում։ Եթե հիշենք, օրինակ 90-ականներին սկսեց ինտերնետը ավելի ակտիվանալ, դրանից հետո արդեն վեբսայթները 2000-ների սկզբերին սկսեցին social media-ն ավելի ուժեղանալ եւ այդպես հերթականությամբ ամեն մի քանի տարին մեկ, մանավանդ վերջի տարիները ավելի արագ կերպով զարգանում է ամեն ինչ։ Դրա մեջ նաև մտնում է AI-ը։ Հիմա հարց. իրոք դա մեզ պետք է մտահոգի, թե դա օգտագործենք որպես մի գործիք մեր կյանքերը ավելի բարելավելու համար։ Իհարկե, ամեն ինչն էլ կյանքում այդպես է։ Վերցնենք օրինակ կոպիտ օրինակ միգուցե հնչի, վերցնենք օրինակ դանակը, չէ՞, մարդիկ կան դրանով գեղեցիկ ուտելիքներ են պատրաստում, կտրում, բարի բանի համար են օգտագործում, բայց ցավոք սրտի նույն դանակով մարդիկ մեկը մյուսին վնաս են հասցնում։ Այսինքն գալիս է թե ինչպես ես դու տեսնում, թե AI-ը իր լավ կողմերն ես տեսնում, թե վատը։ Իրականության մեջ այս ամեն ինչը ես հավատում եմ, որ գալիս է մարդու մտածելակերպից։ Եթե վերցնենք նույն բանը social media-ն, չէ, ինչքան մարդիկ բողոքում են social media-ն մեր ժամանակից տանում է, բայց իրականում այստեղ social media-ն չի մեղավորը։ Մեղավորը հենց անձնավորությունն է, որ ունի time management, չի կարողանում իր ժամանակը ճիշտ ղեկավարել։ Նույնը AI-ն է, շատ բաներ փոխարինվելու է։ Այս դեպքում ես ինչ եմ մտածում եւ միգուցե ինձ հետ շատերդ համաձայն լինեք։ Ավելի շատ պիտի մտածենք, թե մյուս 5-10 տարվա մեջ AI-ը ինչպիսի բաներ է վերցնելու իր ձեռքը եւ ըստ դրա կարողանանք հասկանանք մեր կյանքում դրանից ինչպես օգտվենք եւ եթե մի գործի մեջ ենք, որ AI-ը կարող է ռիսկ համարվել մեր կատեգորիայի մեջ, օրինակ շատ մարդիկ վերցնենք Uber են քշում, շատ անգամ ես նրանց հետ զրուցելով ասում եմ, գիտես ինչ, մյուս 3-4 տարվա մեջ, եթե Uber-ի մեջ ես եւ Uber ես քշում, պետք է ավելի լրջությամբ մոտիկանաս այդ քո եկամուտի աղբյուրին, որովհետեւ հավանականությունը շատ մեծ է, որ այդ գործը քիչ-քիչ ռոբոտներն են անելու եւ մարդիկ կան դրանից հուսախաբվում են եւ մարդիկ կան դա վերցնում են որպես հնարավորություն, որ ավելի լավ ուրիշ մի բան մտածեն։ Դրա համար ես կարծում եմ, որ չպետք է վախենանք AI-ի զարգացումից, այլ պիտի ավելի շատ մենք ինքներս մեզ ավելի իմաստուն եւ ավելի կրթենք մեզ, ավելի իմաստուն դառնանք եւ փորձենք այդ ինֆորմացիան ի օգուտ մեզ օգտագործել։ Ինչպես Աստվածաշնչում համար կա, որ ասում է իմ ժողովուրդը կործանվում է գիտություն չունենալու պատճառով, ես կարծում եմ, որ այդ խոսքը մինչև հիմա շատ ճշգրիտ խոսք է համարվում։ Եթե մենք ինքներս մեզ չկրթենք եւ չսովորենք, թե ինչպես այս ինֆորմացիան ինչպես զարգանում է եւ ոնց դա օգտագործենք ի օգուտ մեզ, շատ անգամ մենք վնասներ ենք կրելու։ Այնպես որ ես քաջալերում եմ ոչ թե վախենանք, այլ սովորենք եւ օգտվենք այդ ինֆորմացիայից։ Պանիկայի մեջ պետք չի ընկնել։ Ես հավատում եմ, որ յուրաքանչյուր ժամանակներում, մանավանդ եթե Աստծուն հետևում ես եւ վստահում ես, ես լինելով բիզնեսմեն, որ գնում է եկեղեցի, իմ առաջին հիմքը
միշտ համեմատում եմ յուրաքանչյուր ինֆորմացիա, յուրաքանչյուր իրավիճակ, թե ինչ է մեզ սովորացնում Աստվածաշունչը։ Եվ Աստվածաշնչում շատ համարներ կա, որ քաջալերական է, ասում է մի մտածիր ապագայի մասին, այսինքն դա նշանակում է իմ հասկանալով, որ այո, նայիր ապագայում ինչեր կա, բայց շատ մի մտահոգվիր, որտեղ Աստված յուրաքանչյուր ժամանակ մեր կողքին է եւ մեզ կտա իմաստություն, որ ճիշտ վարվենք յուրաքանչյուր ժամանակաշրջանի ընթացքում եւ ճիշտ որոշումներ անենք։ Ինչ եմ քաջալերում նրանք, ովքեր մտածում են այսպիսի թեմաներ։ Կարծում եմ այսպիսի բաներ յուրաքանչյուրիս մտքով անցնում է, շատ անգամ այսօրվա առօրյա զրույցներում շատերը այս թեմաներով շատ են զրուցում, ես կասեմ մի բան։ Ամենակարևոր բանը ինքնակրթությունն է, ինչպես շեշտեցի քիչ առաջ։ Ամեն օր պետք է ուսումնասիրես, սովորես, ձգտես, կրթես քեզ։ Շփվելով շատ մարդկանց հետ հաճախակի լսում եմ այս արտահայտությունը, ես այդպես բաներից չեմ հասկանում։ Well, կարաս այդպես մտածես, այդպես շարունակես, այդպես ապրես եւ դու այսպես իգնոր անես, անտեսես ինքնակրթությունը, բայց հավատա միտեղ դա քեզ վնաս է տալու։ Եթե մի բան չգիտես եւ չես էլ ուզում սովորես, դու ուղղակի կյանքից հետ ես մնալու, դու ուղղակի չես զարգանալու եւ ժամանակ է գալու քո այդ անփույթ մոտեցումը քեզ վնաս է բերելու։ Եվ պատկերացրա ամեն ինչ դառնա կոմպյուտերային։ Մարդիկ կան ասում են, գիտես ինչ, ես cash եմ սիրում ծախսել կամ չգիտեմ, ես չեմ սիրում credit card-ի մասին սովորել ոնց է աշխատում, transaction-ները օրինակ transfer անել, հասարակ օրինակներ եմ բերում։ Ol եթե չես սիրում եւ չես էլ ուզում սովորես, վնաս կրող առաջինը դու ես։ Ես հասկացել եմ մի բան այս կյանքում, եթե մի բան չգիտես, նորմալ է։ Ես էլ շատ բան չգիտեմ, միշտ սովորում ենք։ Բայց ճիշտ չէ, երբ որ դու չես էլ ուզում սովորես։ Եթե նայում ես մարդկանց այն տեսակը, ովքեր կյանքում միշտ ձգտում են եւ հասնում են ավելի մեծ բարձունքների, հաջողությունների, կտեսնես իրենց բնավորության գծերի մեջ նրանք ունեն այդ սովորելու հատկությունները։ Մի բան չգիտեն, հայթայթում են ինֆորմացիան, սովորում են, փնտրում են եւ ի վերջո գտնում են պատասխանը եւ սկսում են դա օգտագործել ի օգուտ իրենց։ So այսօրվա վիդեոյի նպատակը այն է, ոչ թե ապրենք այսպես շփոթության կամ պանիկայի մեջ, այլ ավելի շատ ժամանակ դնենք կրթվելու մեջ։ Ես հետևում եմ շատ հաջողված մարդկանց YouTube-յան ալիքները, որոնց միջոցով սովորում եմ շատ նորություններ, կրթում եմ ինքս ինձ։ Եթե իմ YouTube-յան ալիքն էլ քեզ որոշ ինֆորմացիա է տալի, խնդրում եմ բաժանորդագրվիր, տարածիր ընկերներիդ հետ, որտեղ իմ նպատակներից մեկը, ինչ որ սովորել եմ, տարածեմ, լինելով հայ, մանավանդ մեր հայության համար։ Կարծում եմ մենք հայերս շատ տեղ ունենք սովորելու։ Երբ որ մենք կմտածենք, որ դեռ շատ աճելու տեղ ունենք, ավելի կկրթվենք եւ ավելի կզարգանանք որպես ազգ։ Ցավոք սրտի հայերի մեջ շատ անգամներ մարդիկ կարծում են արդեն ամեն ինչ գիտեն եւ ինքնակրթությունը կարելի ասել դպրոց ավարտելուց հետո էլ չեն զբաղվում ինքնակրթությամբ։ Եթե ամեն օր չես կարդում լավ ինֆորմացիա, չես հետևում լավ educational վիդեոների, որոնց միջոցով դու կարող ես զարգանալ, հավատա ամեն օր դու հետ ես մնում կյանքից։ Եվ այո, կյանքը այնպես զբաղմունքներ ունի, որ դու չես նկատի, թե ինչպես են տարիները անցնում, բայց եթե քո ժամանակը ճիշտ բաժանես եւ այդ ժամանակից օրը ընդամենը 15 րոպեից կես ժամ ժամանակ դնես լավ բաներ կարդալով, սկսելով Աստվածաշունչը, որ ավելի Աստված քեզ իմաստուն սարքի եւ շատ լավ ինֆորմացիաներ ուսումնասիրելով, դու պատկերացնում ես ամեն օր 15 րոպեից կես ժամ այդպիսի սովորություն ձեռք բերես քո կյանքի մեջ, մեկ տարվա ընթացքում ինչքան ինֆորմացիա կսովորես, ինչքան առաջ կգնաս մյուսներից։ Այ շատ անգամ մարդիկ մտածում են կյանքը փոխելը մի բարդ բան է, ոչ, եթե նայես ամեն օր մի փոքր բան պիտի անես, պոզիտիվ, եւ կտեսնես քո կյանքը 1, 2, 3, 5 տարվա կտրվածքով ինչքան փոփոխություններ եղել։ Դու սկսում ես մտածել տարբեր, սկսում ես վերաբերվել կյանքին տարբեր, տեսնում ես կյանքը տարբեր, ինչու դա կոչվում է ինքնազարգացում։ Ես վերջերս վիդեո էի արել, որտեղ խոսում ենք, որն է կարևոր դպրոցային սովորելը, գնալ ուսում ստանալը, թե
այսպես ասած, կյանքի փորձից սովորությունը։ Երկուսն էլ կարևոր է, բայց իրականության մեջ այն մարդիկ, ովքեր կյանքի դասերով են սովորում, ավելի ուժեղ են լինում եւ ավելի մեծ բարձունքների են հասնում, որտեվ կյանքը ամենալավ դպրոցն է։ Հուսամ մի փոքր ձեզ օգտակար կլինեմ, այնպես որ AI-ից մի վախեցեք, այլ ուսումնասիրեք, չեմ ասում վատ կոմեր չունի, դա էլ կա, կարող է մի պահ գալ, որ իր վատ կոմերը ավելի բացասական ազդեցություն տա ընդհանուր աշխարհի վրա, բայց գիտեմ մի բան, ինֆորմացիան զարգանում է, կյանքը փոխվում է, 5-10 տարի առաջ կյանքը նույնը չէր, 10-20 տարի առաջ կյանքը նույնը չէր եւ եթե նայենք ապագային 5-10 տարի հետո կյանքը նույնը չի լինելու, ամեն ինչ քիչ-քիչ փոխվելու է։ Ուղղակի մենք պետք է մնանք մեր կարևոր հիմքերի մեջ։ Ես որպես բիզնեսմեն հետևելով Աստծուն, ես համարում եմ իմ կարևոր էրիան այն է, որ ուսումնասիրեմ, թե Աստվածաշունչը ինչ է սովորացնում յուրաքանչյուր թեմայի կամ յուրաքանչյուր ժամանակահատվածի մասին եւ դա լինի իմ հիմքը։ Դրանից հետո ինչեր կգան, ինչ կլինի, երբ որ մարդ ունի իր հիմքը, շատ դժվար է այդպիսի մարդուն, այսպես ասալ, փոխել։ Հուսամ ինֆորմացիան որոշ չափ օգտակար է, եթե նորից չեք հետևում իմ ալիքին, անպայման հետևեք։ Իմ նպատակն է, որ շաբաթը 1-2 հատ educational video անեմ, այսպիսի թեմաներից բացի իմ հիմնական թեմաները ֆինանսի մասին է, ընտանիքի, հավատքի եւ ամբողջ նպատակս այն է, որ նաեւ եթե հետևում եք իմ YouTube-ին, շատ անգամներ հյուրերի միջոցով ես փորձում եմ լավ education ինֆորմացիա տալ մեր հայերին։ Կհանդիպենք մյուս անգամ, սա Մայիս Կարիբյանն էր, ստեսություն։